Թադարանը հրաբարագեց գործարար Սամվել Գարաբեդյանի խափանման միջոցի մասին որոշումը։ Թադարանը գործարարին 2 ամիսով գալանավորելու որոշում կայացուցած է։ Հայաստանը այս օրերուն գործ է աջակցել ոչ միայն Իրանի մեջ գտնվող հայաստանի քաղաքացիներուն կամ իրանահայերուն, այլ դարբեր երկիրներու քաղաքացիներուն դարհանման աբաստան տալու հետ կապված։ Սա շարունակական ընթացք մնա եւ ինչպես կարող ենք գնահատել հառաջիկա օրերուն ծավալները պիտի ավելնան, խորհրդարանին մեջ ըսավ արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան, խոսելով Իրան-Իսրայել հագամարտության մասին։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նկատել տվավ, որ ցավալիորեն այս հագամարտությունը կթեժանա։ Արարատ Միրզոյան ընդգծեց Հայաստանի մոտեցում այս հարցի շուրջ հայտնի է Երևանը դարաշրջանի մեջ խաղաղության չադակով է։ Հնդկաստանի կառավարությունը շնորհակալություն հայտնած է Հայաստանի եւ Իրանի կառավարություններուն Իրանեն Հնդկաստանի քաղաքացիները դարհանելու գործընթացը սահուն գազմագերբելու համար, նշված է Հնդկաստանի արտաքին գործոստնախարարության հրապարակած հաղորդակցության մեջ։ Հնդկաստան Իրանեն դարհանած է 110 հնդիկ ուսանողներ, որոնք տեղափոխված են Երևան, ապա հատուկ թռիչքով Նյու Դելհի մեկնած են։ Ավելի գանուխ Հայաստանի արտաքին գործոստնախարարի խոսնակ Անի Բադալյան հայտնած էր, որ Հայաստան ցուցաբերած է անհրաժեշտ աջակցություն հնդիկ ուսանողները անվտանգ դարհանելու համար։ Իսրայել եւ Իրան կշարունակեն հարվածներ հասցնել իրար։ Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ի էջին հայտնած է Թեհրանին եւ Իրանի այլ հատվածներուն օդային նոր հարվածներ հասցնելու մասին։ Թել Ավիվի մեջ օդային տագնապի աստանշաններ հնչած են կապված Իրանի կողմեն հրթիռային հերթական հարձակումի հետ։ Երկինքի մեջ աշխուժորեն աշխատին հագաութային պաշտպանության միջոցները լսված են բայթումներ։ Իսրայելի բանակը նախապես արձանագրած է Իրանեն հրթիռներու արձակում եւ ամբողջ երկրի բնակչության հերախոսներուն ուղարկված հաղորդակցություններով զսկուշացուցած են մնալ բադսպարաններու մեջ մինչև հաջորդ ծանուցում։ Թել Ավիվի տարածքին հնչած է մոտ 20 բայթում։ Իսլամական հեղափոխության պահապաններու միավորումը հայտարարած է, որ Թեհրան մարտական գործողություններու ժամանակ առաջին անգամ միջին հեռահարության սաջիլ երկաստիճան բալիստիկ հրթիռ արձակած է։ 19 լրատվական գործակալության հաղորդմամբ Իրանը նման 3 հրթիռ արձակած է Իսրայելի ուղղությամբ։ Նաև ավելցուցած է, որ նախորդող քանի գործողություններու արդյունքներով հաջողած են ոչնչացնել Իսրայելի հագաութային պաշտպանիչ համակարգը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Քաց հայտնած է, որ հրամայած է ուժեղացնել հարվածները Թեհրանի մեջ ռազմավարական եւ գարավարական թիրախներուն, որբեսի վերացվին Իսրայել պետության սպառնալիքները եւ խարխլի Իրանի կառավարությունը X-ի մեջ գրած է Քաց։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ չի բացառել, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը թեր կրնան համաձայնագիր կնքել Իրանի հյուրեական ծրագիրի շուրջ։ Միաժամանակ Թրամփ կրկնած է իր տեսակետը, թե Իրանի կառավարության ներկայացուցիչները պատրաստ են բանակցություններու համար ժամանել Ամերիկա, անոնք կփապակին ժամանել եւ հանդիպիլ մեզի հետ։ Այդ հզոր հայտարարություն է, բայց արդեն բավական ուշ է, ըսած է Թրամփ։ Բացի այդ անվստահեցուցած է, որ կփապակեր տեսնել Իրանի դեմ ռազմական գործողություններու շուտ ապույտ ավարտ։ Հայաստանի կառավարությունը Բրյուսելի մեջ նոր շենք քնած է Բելգիկայի մեջ Հայաստանի տեսփանադան համար։ Հայաստանի արտաքին գործոստնախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը թիմադեդի էջին գրած է, որ ավարտին հասած է Բելգիկայի մայրաքաղաք Բրյուսելի մեջ Հայաստանի Հանրապետության տեսփանադան նոր շենքի քննման գործընթացը։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։